Ողջույն սիրելիներս, այսօր մշակելու ենք տնական կաթը փորձված տեխնոլոգիայով և ստանալու ենք համեղագույն պանիր։ 5 լիտր կաթը գոլացնում ենք, ապա վերցնում ենք մայան, պեպսինը, բացում ենք ջրով, ավելացնում գոլացած կաթին, խառնում և ծածկում կափարիչով։ 30 րոպե հետո արդեն կաթը խմորված է լինում։ Այսպես դանակով կտրատում ենք, թողնում մի քանի րոպե, ապա խառնում։ 5 րոպեն մեկ այս գործողությունը կրկնում ենք մի քանի անգամ, մինչև շիճուկը կառանձնանա։ Շիճուկը շերեփով հեռացնում ենք, ապա լցնում ձևամանի մեջ, թողնում մի քիչ, որ այն քամվի։ Թեթևակի շարժումներով ձևավորում ենք, պանիրը այսպիսի ձև է ստանում։ Պանիրը արդեն պատրաստ է, կարող եք այսպես անալի վիճակում էլ համտեսել, բայց ես մի լավ աղ եմ անում, տեղափոխում եմ սառնարան, հաջորդ օրը կտրատում եմ և պահպանում աղաջրի մեջ։ Դուք էլ կարող եք պատրաստել, շատ համեղ է ստացվում։ Չմոռանաք պահպանել տեսանյութը և հետևել իմ էջին։ Բարի ախորժակ։